Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման ընթացքում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 92 միլիոն դրամի խախտում չի եղել։ Մայստրոն դրանք ժառանգություն է ստացել 2014-ից 2016 թվականներից։ Չնայած դրան Օրբելյանը վերադարձրել է մոտ 10 միլիոն դրամը։ Я не согласен. Ես համամիտ չեմ, որ մենք պարտավոր ենք վճարել, քանի որ այդ դրամական խախտումները մշակույթի և ֆինանսների նախարարությունների միջև են։ Բացատրումը ինքը հենց այնպես ոչ ոքի աշխատանքից չի ազատել, այլ օպտիմալացրել է։ Օրինակ, օպերային թատրոնն ունեցել է միանգամից 5 փոխտնօրեն, բարձր աշխատավարձով, իսկ ինքը թիվը կրճատել ու թողել է միայն 2 փոխտնօրենի հաստիք։ Վերահաստատում է, ինքը 3 հաստիք չի զբաղեցրել, այլ 1,5։ Я как худрук. Ես որպես գեղարվեստական ղեկավար մասնագիտությունս դիրիժոր է, ինչպես օրինակ Գեգամ Գրիգորյանը գեղարվեստական ղեկավար ռեժիսորն էր։ Երկու գործառույթ չի սա, պարզապես հաստիքի անունն է այդպիսին։ Օրինակ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը նույնպես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր են։ Իսկ Պոակի տնօրենն իրավունք ունի գեղարվեստական գործունեությամբ զբաղվել։ Նույն Նազենի Ղարիբյանը Մատենադարանում կես դրույքով գիտաշխատող է։ Մշակույթի նախարարության իրավաբանն այլ հիմնավորում ունի։ Օրենքի խախտման պատճառը հիմնական եղել է, որ տնօրենի հետ միաժամանակ պարոն Օրբելյանը զբաղեցրել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, որը բավականին կարևոր պաշտոն է Պոակի թատրոնի համար եւ ըստ էության այդ պաշտոնը չի համարվում ստեղծագործական աշխատանք։ Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւս պաշտոն է համարվում հաստիկային միավոր, որը օրենքը թույլ չի տալիս։ Վարչապետի ներկայացված զեկուցագրում խոսվել է նաև Կոնստանտին Օրբելյանի բացակայությունների մասին։ Մայստրոն բացատրում է, յուրաքանչյուր բացակայության մասին մշակույթի նախարարությունը տեղեկացված է եղել։ Ավելին, գործուղվել է սեփական միջոցների հաշվին ու միջազգային գործընկերներ գտնելու նպատակով։ Я же художественный руководитель. Չէ՞ որ ես գեղարվեստական ղեկավար եմ, ես պետք է ճամփորդեմ, նոր բեմադրություններ դիտեմ, ռեժիսորների, երգիչների հետ ծանոթանամ։ Դա իմ աշխատանքի բնույթն է։ Մշակույթի նախարարության իրավաբանն ասում է, դա ազատման պատճառ չեն համարել։ Իրենց գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ Օրբելյանին տնօրեն է նշանակել օրենքի խախտումով։ Նախարարի հրամանը, որը նշանակվել է պարոն Օրբելյանի աշխատանքի, հղում է արված այն կառավարության որոշմանը, որը դեռ ուժի մեջ չէր մտել։ Այդ պատճառով իրավական հետևանքներ չէր կարող առաջացնել պարոն Օրբելյանի համար։ Երկրորդը այո լեզվի իմացությունը, որ դա պարտադիր պահանջ է կառավարության որոշման։ Օպերային թատրոնի իրավաբան Գևորգ Մալխասյանը բացատրում է, ժամկետի խախտում չկա։ Կառավարության 224 որոշումը, որը թույլ է տվել մայստրոյին անցնել այդ պաշտոնին, հրապարակվել է 2017 թվականի օգոստոսի 2-ին, որից հետո նույն օրը Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին հրամանն է եղել, իսկ այն փաստացի ուժի մեջ է մտել միայն Կոնստանտին Օրբելյանին հրամանը պատշաճ հանձնելու հաջորդ օրը, այսինքն 2017 թվականի օգոստոսի 4-ին։ Հասմիկ Առաքելյան, Վաչագան Պետրոսյան, լուրեր։